Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայրը մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքայի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Նստեք սիրելիներ։ Բարի եկել, թող Տեր օրհնի բոլորիս խաղաղության մեջ պահի։ Քրիստոնեական կյանքի մեջ շատ կարևոր տեղ ունի այն գիտակցությունը, թե նեղություններ ու դժվարություններ ինչու են քրիստոնյաները տանում, կամ ինչու հենց քրիստոնյաների հետ է շատ պատահում։ Այսօր այդ մասին պիտի խոսենք նաև, որովհետև արդեն Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ուղղված իր նամակի մեջ էլ ասում է, ովքեր ուզում են աստվածպաշտությամբ ապրել, թող իրենց անձերը պատրաստեն փորձության։ Եվ նույնը նաև Թեսաղոնիկեցիների եկեղեցում էր շատ նեղություններ, դժվարություններ կրեցին, բայց պահպանեցին իրենց հավատն ու հավատարմությունը Քրիստոսի հանդեպ։ Այսօր մարդը մի տեսակ փոխված է, մի փոքրիկ նեղություն, դժվարություն միանգամից մարդը հեռանում է Աստծուց, որովհետև իրեն թվում է, թե Աստված պետք է ամեն ինչ աներ, ինքը որ խաղաղ ապրեր, բայց հանկարծ իր կյանքի մեջ փորձությունները շատացան եւ Հիսուս չէր խոստացել, որ ով ինձ հավատա, պիտի առանց փորձություններ, դե փորձությունների մեջ հայտնվող մարդն է, որ իր զորավոր հավատքը ցույց է տալիս եւ այդ հավատքով կարող է նաեւ ապացուցել ճշմարտությունը, որ Քրիստոսին հետևողը համբերությամբ պիտի հասնի երկնքի արքայության։ Մենք անցյալ անգամին արդեն ծանոթացանք Թեսաղոնիկեցի համայնքին, թե ինչ համայնք էր, քաղաքը որտեղ էր գտնում եւ ինչպես հավատացին։ Առաջին 3 համարները սերտեցինք, այսօր 4-ից 10 համարներ պիտի սերտենք, տեսնենք թե Պողոս Արաքյալը ինչպես է գովում այս մարդկանց եւ շատ գեղեցիկ մի հատված էլ կա, ասում է ես ավելացնել ոչինչ չունեմ, որ մարդիկ այնքան են լավ են խոսում ձեր համայնքի մասին, որ ես ոչ մի բան չունեմ ավելացնել, միայն կարող եմ գոհություն հայտնել Տիրոջը։ Եվ անցնենք 4-րդ համարին, տեսնենք ինչն է ասում Պողոս Արաքյալը այսօր մեզ։ Սիրելի եղբայրներ, գիտեք, որ ընտրյալ եք Աստծո կողմից։ Այսքան բան 4-րդ համարի մեջ ասում է իմացեք սիրելի եղբայրներ, որ ընտրյալ եք Աստծո կողմից։ Ուրեմն ինչ է Պողոս Արաքյալը հիշեցնում այս համայնքին, որ սիրելի ժողովուրդ, ուզում է ասել, որ դուք ոչ միայն սիրելի եք Աստծո համար, այլև ընտրված եք, սիրված եւ ընտրված եք Աստծո կողմից։ Նախ ցույց է տալիս, որ այս համայնքի Տերը Աստված է, չէ՞, յուրաքանչյուր եկեղեցու Տերը, եթե Աստված ինքը չէ, եւ Տերը չէ այդ համայնքի թագավորը, որը մեկ ուզում է Տիրոջ տեղը գրավել, այդ համայնքը պիտի միանգամից քանդվի։ Եվ այստեղ հիշեցնում է Պողոս Արաքյալը դրա համար։ Տեսեք, այստեղ ասում է սիրելի եղբայրներ։ Ուրեմն շատ հաճախ է, չէ՞, Պողոս Արաքյալը այս բառը օգտագործում, եղբայրներ բառը բոլոր նամակների մեջ կա, բայց միայն Թեսաղոնիկեցիների այս եւ երկրորդ նամակի մեջ 21 անգամ ասում է սիրելի եղբայրներ։ Ցույց տալու համար, թե ինչքան կարևոր է հոգեվոր եղբայրությունը քրիստոնյայի կյանքի մեջ։ Մենք ում ենք եղբայրներ ասում։ Քանի որ Թեսաղոնիկեցիների Աստված էր ընտրել, իրենք Աստծո զավակներ էին, Պողոս Արաքյալը նույնպես դարձել ունեցել եւ դարձել Աստծո զավակ, ուրեմն իրենք հոգեվոր եղբայրներ են։ Դրա համար մենք միշտ եկեղեցում ենք սիրելի քույրեր ու եղբայրներ, կամ նամակների մեջ ասում է քույրեր ու եղբայրներ, կամ Հակոբոս Արաքյալը ասում է եղբայրներ իմ, այս իմ բառը անդադ շեշտում է, ցույց տալու համար, որ մենք մայր եկեղեցուց ծնված, այդ նույն արգանդից ծնված Տիրոջ զավակներն ենք եւ քույրեր ու եղբայրներ ենք եկեղեցու մեջ։ Բայց կան մարդիկ, որ եղբայրներ չեն, չէ՞ մեզ։ Ինչու է մեզ եղբայրներ չեն մարդիկ։ Նրանք, ովքեր որ Քրիստոսին չեն հավատում, ովքեր որ Քրիստոսին չեն ընդունում, չեն կարող մենք մաս ու բաժին ունենալ իրար հետ։ Ամբողջությունը կախված է դրա եղբայրության, որ մարդիկ հավատան Հիսուս Քրիստոսով։ Մենք տեսեք, ամեն մեկս մի ընտանիքից ենք, չէ՞։ Տարբեր ազգանուններ ունենք, տարբեր անուններ ունենք, տարբեր մշակույթ ունենք, նիստուկաց ունենք, սովորություն ունենք, բայց մենք ում շուրջ ենք համախմբված։ Քրիստոսի, չէ՞, մենք Տիրոջ ընտանիքի անդամներն ենք, մեզ միացնողը Քրիստոս է։ Այսինքն աշխարհի բոլոր անկյուններում տեսեք, հիմա հայը, որ գնում է Ամերիկա, Ամերիկայում քանի տեսակի հայեր են ապրում։ Պարսկաստանից եկած, Թուրքիայից եկած, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, տարբեր տեղերից, ոմանք հայերեն էլ չգիտեն, չէ՞, բայց որտեղ են իրենք հավաքվում Տիրոջ տան մեջ։ Այսինքն իրենց միացնող այդ հայության ամբողջ միացնող ուժը հավատքն է։
որի մեջ մարդիկ իրենք նույնացել են, այսինքն տարբեր բնագավառի մարդիկ, միջավայրի մարդիկ եկել են, Քրիստոսով նույնն են դարձել։ Դրա համար հիշում եք Գաղատացի նամակի մեջ Պողոս Արաքյանն ասում է այլևս խտրականություն չկա ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ արուի, ոչ էքի, ոչ ծառայվածի, բոլորս էլ Քրիստոսով մեկ դարձան։ Մեկ անգամ Քրիստոսին հավատալով մկրտվելով ասում է այլևս Քրիստոս է, որ ապրում եւ գործում է մեր մեջ։ Ուրեմն մեզ բոլորիս միացնողը Քրիստոս է, դրա մասը սիրելի եղբայրներ, որ Աստծուց ընտրված եք։ Ուրեմն հիշեցնելու համար, որ ոչ միայն Աստծուց ընտրված են, այլև սիրելի են Աստծո համար։ Եվ այն մարդիկ, ովքեր որ Աստծո հայրությունը չեն ճանաչում, իրենք չեն կարող նաև եղբայրությունը հասկանալ ինչ բան է։ Օրինակ շատերի համար ձեզ ասում որ կրոնների մեջ միայն քրիստոնեության մեջ է որ Աստված նաև հայր է կոչվում։ Օրինակ հрьяաների համար իսլամի մեջ երբեք նրանք Աստծուն հայր չեն ասում։ Աստված Տեր է, առաջնորդ է, թագավոր է, բայց ոչ երբեք հայր։ Երբ որ դու Աստծուն հայր ես վերաբերվում, որպես հայր ես սիրում, ուրեմն այն մարդիկ, ովքեր որ Տիրոջը հավատում են, քեզ համար դառնում են հարազատ, քույր ու եղբայր։ Դրա մենք միշտ ասում ենք սիրելի քույրեր, եղբայրներ՝ ի Քրիստոս, այսինքն Քրիստոսով եղբայրացած, հարազատացած ու բարեկամ դարձած։ Իսկ եթե միմյանց խածոտեք եւ հոշոտեք, զգույշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք։ Ինչու եմ այս տողերը ես գրել։ Սա Պողոս Արաքյալի Գաղատացիներին ուղված 5-րդ գլխից հատված է։ Ցույց տալու համար, որ եթե քրիստոնեական եկեղեցու մեջ, որ մենք քույրեր ու եղբայր ենք դարձած, իրար հետ վիճ ենք, կռիվ ենք, իրար ատ ենք, չարության վերաբերվենք, ասում է իրար կոչնչացնեք եւ կքանդվեք։ Որովհետև եկեղեցին ուժեղ է իր միասնականության մեջ, քրիստոնեությունը ուժեղ է այն հավատքը, որ իրականում ինքը վստահում է Հիսուս Քրիստոսին։ Եթե հանենք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած սերը, մենք կկորցնենք ամեն ինչ։ Եվ ինչպես որ հորն ու մոր համար, ծնողի համար հասկանալի չէր զավակների վեճը, չէ՞, որ զավակները իր այդ քույր ու եղբայր վիճում են, ծնողները ինչ ցավ են, չէ՞, ապրում, որ իր այդ կռվում են, անշնորհ բառեր են ասում, կամ հետո մեծանում են արդեն տան կռիվ են անում, ունեցվածքի բաժանելու խնդիր, ինչքան ցավ է ծնողի համար, ում այդքան մեծ ցավ է նաև Աստծո համար, երբ որ եկեղեցու մեջ քույրերն ու եղբայրները իրար հետ անձնական խնդիրներ ունեն։ Երբ որ իրենք իրենց հարցը չեն ջնջում, չեն մաքրում եւ իրենք կանգնում են Աստծո առաջ այս խնդիրներով հանդերձ, ասում են ինչքան որ դուք իրար միմյանց խոցոտեք, հոշոտեք, զգույշ եղեք, երկու կողմն էլ իրար կոչնչացնեք։ Եվ սա է պատճառը, որ շատ եկեղեցիներ այսօր գոյություն չունեն։ Տեսեք, երբ որ կարդաք հայտնության գիրքը, այնտեղ տարբեր եկեղեցիների ողջուններ կա, չէ՞, հայտնության գրքի մեջ։ Այդ եկեղեցիների շատերը այսօր գոյություն չունեն, քանդվել, անհետացել են, որովհետև իրենց հիմքը, իրենց եկեղեցու հիմքը Աստծո սերը չի եղել։ Եվ դրա համար էլ Աստված ուզում է, որ մենք յուրաքանչյուր քրիստոնյա եղբայրություն մեր պահենք մաքրությամբ ու սրբությամբ։ Սա շատ կարևոր պայման է Տիրոջ կողմից, որ մենք սիրված լինենք եւ ընտրված լինենք Աստծո կողմից։ Հիմա տեսեք, սա սիրելի եղբայրության մասին։ Հիմա ինչ ասել է ընտրված կամ ընտրյալ լինելը, սիրելիներ։ Դուք գիտեք, 5 կտակարանի մեջ ասում է, որ հրեա ժողովուրդը Աստծո ընտրյալ ժողովուրդն էր։ Բայց արդյոք Աստված հենց միայն այդ ժողովրդին որոշեց ընտրել։ Չէ։ Ուրեմն Աստված ում էր ընտրել։ Աստված ընտրել էր հայր Աբրահամին, չէ՞, ասել էր քեզ ժողովուրդների հայր կդարձնեմ։ Մենք հավատքով նաև Աբրահամի զավակներ ենք։ Հիմա տեսեք, սիրելիներ, Աստված յուրաքանչյուր մարդու կանչել է։ Ընտրությունը ստիպողաբար չէ, բայց երբ որ Աստված ընտրում է մեզ, մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունից փախչելու, զավակ լինելու պատասխանատվությունից փախչելու։ Հիմա տեսեք, շատ անհասկանալի բաներ կան Սուրբ գրքի մեջ, որ Աստծո տեսանկյունից որ նայես այլ բան է, երբ որ մարդկանց տեսանկյունից նայես այլ բան է։ Հիմա մենք ինչքան էլ փորձենք այս տեսանկյունները բացատրել, ես մեկը լիարժեք ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ինձ համար շատ բաներ անհասկանալի է։ Բայց մենք փորձում ենք պատկերացնել, թե Աստված ինչ է ուզում այս ամենով մեզ փոխանցել։ Հիմա տեսեք, ընտրությունը Աստծո կողմից է կատարվում։ Յուրաքանչյուր մարդու Աստված ինքն է ընտրում, ճիշտ է։ Հիսուսը իր 12 առաքյալին ինքը չընտրեց, ինքը ընտրեց, բայց պատասխանատվությունը մնաց առաքյալին, որտեղ ընտրված ես, ուրեմն այդ պատասխանությամբ պիտի ապրես։ Մենք չգիտենք Աստված ինչի է մեզ ընտրում, ինչ առաքելություն է մեզ վստահում, ինչի համար ենք մենք այսօր հայտնվել այստեղ, ինչու ենք մենք վաղը հիվանդանում, ինչ խնդիրներ որ մեր կյանքում մենք չգիտենք ինչի համար է։ Աստված, որովհետև իր նպատակը մեկն է՝ մարդու փրկությունը, հոգու փրկությունը։ Ուրեմն Աստված քեզ ընտրում է եւ այդ ընտրության մեջ դու պետք է նաեւ քո պատասխանության բաժինը կատարես։ Հիմա որ վերադառնանք այնտեղ, ուրեմն Աստված բոլոր ազգերին, բոլոր ժողովուրդներին էր հրավիրել այդ փրկությանը, բայց շատեր, ինչպես որ այսօր էլ խուսափում են պատասխանատվությունից, չեն ընտրում, չեն կատարում։ Փախան, մնացին որոշակի հատված, որ կոչվեց Իսրայելի ժողովուրդ, բայց Աստված վերցրեց նրանցից այս ամենը,
տվեց աշխարհի բոլոր ժողովուրդներին եւ ստեղծեց իր նոր Իսրայել, այսինքն իր Աստծո նոր ժողովուրդը ստեղծեց։ Եվ տեսեք, սիրելիներ, ինչի համար էր ընտրած նրանց։ Ընտրված են ոչ թե որ իրենք պահին ասեն միայն մենք ենք, այս սահմաններն է որ մենք միայն աստվածպաշտությամբ պիտի ապրենք, իրենց ընտրված էր որպեսզի Աստծո խոսքը հասցնեն բոլոր ժողովուրդներին, բոլոր ազգերին։ Բայց քան իրենք հպարտ ու ամբարտավան էին, պահեցին իրենց համար, համարեցին որ միայն իրենք պիտի փրկվեն, գիտեք որ մինչև այսօր ենք այդպես էլ մտածում որ միայն իրենք պիտի փրկվեն, մնացած բոլոր ժողովուրդները ապրելու իրավունք չունեն, իսկ փարիսեցիների մեջ ավելի ծայրահեղություն կա, ասում են, եթե աշխարհում գեթ 1 հոգի պիտի փրկվի, այդ մեկն էլ անպայման պիտի փարիսեցի լինի։ Ում տեսեք ինչ ծայրահեղություն Աստծո խոսքը վերցնել, սեփականաշնորհել, ասել որ սա մերն է եւ Աստծո փոխարեն որոշել թե դու ինչ պիտի անես եւ սա ներկայացնել որպես Աստծո կամք։ Ուրեմն Աստված է ընտրությունը կատարում։ Երբ որ տեսեք Մայր Թերեզայի կյանքը, որ դուք նայեք, ասում է Աստված չի ընտրում։ Աստված քեզ առաջարկում է, ընտրությունը քոնն է, բայց ընդհանրապես Աստված նաև ընտրում է, քեզ տալիս է եւ կանչվածները շատ են ընտրությունը, բոլորին Աստված ընտրում ու կանչում է, բայց դու պիտի պատասխանությունը վերցնես այդ ընտրության մեջ ապրելու եւ հարատևելու։ Բոլորս էլ կարող ենք խուսափել, բոլորս էլ կարող ենք ասել որ սա մեր գործը չի չանել։ Ես երբ որ երեխա էի հորս մի օր հարցեցի ինչու դարձար ոստիկան, ինչու որոշեցի որ գնաս ծառայես, ասաց եթե բոլորը չանեին, ով պիտի աներ, ով պետք է այս երկրի համար մտածեր։ Սա է պատճառն է որ ես ընտրել եմ այդ ճանապարհը, գնալ այդ ճանապարհով ծառայելու ժողովրդին ու պետությանը։ Ուրեմն այնպես էլ, եթե ամեն մեկը պատերազմի ժամանակ ինքը խուսափի, սա իմ գործը չի, մենք բոլորս կոչնչանանք։ Ուրեմն Աստված ամեն մեկիս ընտրության այդ հնարավորության մեջ կանչում այդ պատասխանատվությանը, սիրելիներ։ Եվ կարող ենք ընտրվել նրանք, ովքեր նաև Հիսուս Քրիստոսին իրենց Տեր են հռչակում։ Սա շատ կարևոր է, ովքեր որ Հիսուսին ընդունում են, հավատում են, իրենք ընտրվում են նաև։ Դրա համար Հիսուս հավաքեց այն մարդկանց իր աշակերտներից, որոնցից 12-ին առանձնացրեց եւ կոչեց առաքյալներ։ Մենք գիտենք, որ կային նաև 72 այլ աշակերտներ, նրանց էլ ենք առաքյալներ կոչում։ Կային յուղաբեր կանայք, այն խումբը կանանց, որ Հիսուսին հետևում էր եւ առաջին վկանը եղան հարության։ Կային շատ մարդիկ, այնց փարիսեցիների մեջ Նիկոդեմոսը, չէ՞ որ հավատում էր Հիսուս Քրիստոսին, գիշերով եկավ Հիսուսի մոտ, կար Հոսեփ Արեմաթացին, կան շատ մարդիկ, որ հետևում են, սրանք ընտրված են, այսինքն ընտրությունը հրավերը քեզ ուղղարկած է, դու պիտի պատասխանես, ինչպես որ Հարսանյաց հանդեսն, երբ որ մեզ հրավիրում են, ինչքան էր, չէ, սովետական շրջանում կամ ավելի մինչև 90-ականների վերջը, գեղեցիկ այսպես հրավիրատոմսեր էին պատրաստում, ուղարկում են, մենք գնում ենք, այդ հրավերի պատասխանողը դու ես։ Աստված քեզ հրավիրում է դեպի փրկություն, բայց չի ստիպում։ Բայց այս համայնքը, Թեսաղոնեցի համայնքը, իրենք հավատացին Պողոս առաքյալի խոսքին եւ ընտրեցին Հիսուսին ծառայել։ Հաջորդ համարերի մեջ կտեսնենք, թե ինչպես իրենք այդ ծառայությունը կատարեցին։ Երբ Աստված մեկին ընտրում է, սա էլ կարևոր մի պայման է հիշել, որ որևէ մեկից արժանինքների համար չի ընտրում Աստված մեզ, որ ես շատ գեղեցիկ եմ, խելացի եմ, իմաստուն եմ, ճարպիկ եմ, դրա համար է ինձ Աստված ընտրում, չէ։ Աստված երբեք չի նայում մարդկանց արժանինքներին, Աստված բոլորին, անգամ մեղավոր մարդու միջից Աստված կարող է այնպիսի մի զորավոր գործ կատարել, որ մենք էլ զարմանանք։ Ովքեր էին առաքյալները, ուսում ունեին, չէ, չոր կոպիտ ձկնորս մարդիկ էին, չէ, նրանց միայն Մատթեոսն էր, որ ինքը հարկահավաք էր, մաքսավոր էր, որոշակի գիտելիքներ, մնացածը բոլորը ձկնորսներ էին, սիրելիներ։ Եվ շատ զորավոր գործեր այս աշխարհի մեջ որ կատարվել են մարդկանց միջոցով, ում որ մաքրություն կա, ում մեջ որ մաքրություն կա, ուրեմն մեր փրկությունն է մեր արժանինքը չէ, դա Աստծո շնորհն է, Աստծո սերն է մեզ, որպեսզի մենք փրկվենք։ Եվ ընտրում է Աստված, եւ Աստծո ընտրությունն էլ ազատորեն է կատարում, Աստված էլ ազատ իր ընտրության մեջ։ Քեզ ուղարկում է հրավերը, դու որոշիր։ Տեսեք, Հիսուս Քրիստոս փրկեց մարդկանց, գերությունից ազատեց, բայց ոչ մեկին չստիպեց իրեն հավատալու հետևես, թողեց մեր կամքին ազատորեն հետևելու։ Քրիստոնեությունը երբևէ բռնությամբ տարածվեց աշխարհի մեջ, չէ՞։ Ներոն կայսրը Ռոմի մի խոսք ունի, ասում է այն ինչը որ չկարողացան անել ռոմեական լեգիոնները, Քրիստոսի դատար գերեզմանով գրավեց ամբողջ աշխարհը։ Այսինքն սերն էր պատճառը, որ գրավեց ամբողջ աշխարհը, եւ երբ որ Հիսուս խոսում էր, հрьяաներն ինչ են ասում, այս մարդու պես մինչև այսօր ոչ ոք չի խոսել։ Ուրեմն այսինքն խոսքի մեջ ինչքան զորություն կար, ինչքան սեր կար, ինչքան գուրգուրանք ու հոգատարություն կար, որ մարդիկ միանգամից քրիստոնեությունը ընթരാճ գնացին։ Ուրեմն այնպես էլ էս ընտրյալ լինելու բանը, եւ տեսեք այսօրվա օրվա падգամի մեջ որ կարդացի
Պետրոս Արաքյալի նամակ, ասում է դուք ընտիր ցեղ եք, չէ՞, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ եւ Աստծո սեփականություն։ Այսինքն Պետրոս Արաքյանն էլ է հիշեցնում, որ դուք նոր ցեղ եք, նոր ժողովուրդ եք, Աստծո սեփականությունն եք, նոր ազգ եք, նոր քահանայություն։ Այսինքն եւ ինչ ասեմ, որովհետեւ ձեզ խավարից հանեց վերես դեպի լույսը եւ դուք որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, հիմա ժողովուրդ եք եւ ողորմության արժանացաք։ Ուրեմն ինչ է մնում, ասում է դուք ձեր առաքինություններով վառ պահեք այդ լույսը։ Մենք որ մի ժամանակ մեղավոր էինք, ոչ մի բանի պիտանի չենք, այսօր մենք պատիվ ունենք հավատացյալը, չէ՞։ Հավատացյալ նշանակում է Քրիստոսին հետևող մարդ, ով որ հավատաց Քրիստոսին եւ ինքը եղբայրացավ, ինքը Քրիստոսի հետ բարեկամացավ եւ Քրիստոս ինքն էլ ասում է ես ձեզ բարեկամներ կոչեցի, այսինքն դուք իմ բարեկամներն եք, այսպես ասած։ Ես չեմ եկել ձեզ իբրև ծառաներ, այլ բարեկամներ, ընկերներ, հարազատներ եւ ամենակարևորը Հիսուս մեր միական դավաճան ընկերն է, որ ինչ էլ որ լինի, ինչքան էլ մենք ցած ընկնենք, մեղքի մեջ թաղվենք, ինքը միևնույն մեր շարունակելու սիրել մեզանից չի հեռանալու։ Մենք այսօր մի հատ սայթակեցինք, մեր շատ բարեկամներ, ծանոթներ այլևս մեր տան դուռը չեն բացում։ Մենք մի անգամ շեղվեցինք, մի սխալ բան արեցինք, մեզ բարև չեն տալիս, առ են համարում եւ այլևս մերժված ենք։ Բայց մենք ինչ էլ որ անենք, միևնույն է Քրիստոս այդ դուռը բաց է թողում եւ մեզ գրկաբաց սպասում է։ Դրա համար այստեղ ասում է դուք սիրելի եղբայրներ եք եւ Տիրոջից ընտրված եք, որովհետեւ Աստված ուզում է, որ մենք հասնենք իր փրկությանը։ 5-րդ համարը մեր ավետարանը միմիայն խոսքերով չքարոզվեց ձեզ, այլ նաեւ զորությամբ Սուրբ Հոգու եւ կատարյալ վստահությամբ։ Գիտեք նաեւ թե ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մեջ ձեզ համար։ Տեսեք ինչ հետարքիր խոսք է ասում մեր ավետարանը։ Ինչու է ասում մեր ավետարանը, չի ասում Քրիստոսի ավետարանը։ Նախ մեր ավետարան ասելով Պողոս Արաքյալը ում նկատի ունի։ Իրեն, Պողոս Արաքյալին, Սիղվանոսը, Շիղան կամ եւ Տիմոթեոսը, չէ՞ ուրեմն այս երեքով իրենք եկան այնտեղ քարոզելու։ Եվ տեսեք Պողոս Արաքյալի խոնարհությունը, չի ասում ես եկա, հիշում եք ինքը 3 շաբաթում, չէ՞, քաղաքի մեջ եկեղեցին հիմնեց, եւ ինքը չի ասում ես արեց, ասում է մենք երեքով եկանք, ձեր մեջ քարոզեցինք Քրիստոսի ավետարանը եւ դուք Սուրբ Հոգու զորությամբ, վստահությամբ ընդունեցիք այս ամենը։ Սա ցույց է տալիս, թե մարդ ինչքան խոնարհ կարող է լինել, որ երբեք իր ընկերների արժանիքը, ընկերների արած գործը չի անտեսում։ Այսօր ցանկացած խմբային աշխատանքի մեջ ամեն մեկը փորձում է, որ եթե ինքը չլիներ, այս գործը գլուխ չէր գար, եթե ինքը չլիներ, ոչ մեկ այս գործը չէր կարող անել եւ ամեն մեկի արածը փորձում է վերագրել, որ իրենք են ասում։ Բայց չէ որ ամբողջ մի համակարգ աշխատել է, որ դու այդ հաջողության ունես, թե դպրոցի տնօրենը, եթե ուսմասվար չունենա, օգնականներ չունենա, ինքը երբեք չի կարող լավ կառավարել դպրոցը։ Զորամասը, թե շտաբի պետը շատ խելացի մարդ լինի, հրամանատար ինչքան ուզում է ուժեղ լինի, չի կարող զորքը ճիշտ կառավարել, որտեվ ուղեղը զորամասի շտաբի պետն է, ինչքան հրամանատար հեղինակով, ճիշտ է, պարգևը վերջում բարձր ղեկավարն է ստանում, բայց այն ներքևի աշխատող մարդիկ են այս ամենը պատրաստում, որ դու ճիշտ ներկայանաս։ Ուրեմն Պողոս Արաքյալն այստեղ ցույց է տալիս, որ եկեղեցին չի կարող անհատների միջոցով գործարկվել, սա բոլոր ժողովրդի պատարակը ինչով է գեղեցիկ, երբ որ լավ երջախումբ կա, լավ երգում են, դպիրները կան, սարգսակները կան, քահանան կա, այսինքն ժողովուրդը կա եւ եկեղեցին փառավորված է։ Եթե քահանան մենակ ինքը պատարականի, ոչ մի բան չի կարող լինել։ Ինքն իր համար կարող է ամեն օր աղոթել, բայց որպեսզի պատարակը Տիրոջ փառքը ամբողջությամբ լցվի, պետք են երջախումբը, սարգսակները, դպիրներն ու ժողովուրդը, որպեսզի բոլորը միաբերան փառաբանեն Տիրոջը։ Դրա համար այստեղ էլ Պողոս Արաքյալը խոսում է, որ ինք իր ընկերների հետ քարոզեց ավետարան։ Տեսեք, ասում է ոչ միայն մեր ավետարանը ինչպես արեցինք, մեր ավետարանը միայն խոսքերով չքարոզեց ձեզ, այլ նաև Սուրբ Հոգու զորությամբ։ Ուրեմն ավետարանը ինչ զորություն ունի, սիրելիներ։ Աստծո խոսքը, ավետարանը Աստծո զորությունն է։ Աստծո խոսքը ստեղծագործող է, մարդկանց նորոգում ու փրկում է։ Սուրբ Գիրքը շատ կարևոր նամակ է մարդուն ուղղված։ Ցավոք սրտի, մինչև այսօր էլ աշխարհում շատ-շատերը խուսափում են այս գրքից։ Վախենում են մոտենալ այս գրքին։ Չարլզ Քոլսոն, այսպիսի մի մարդ կար, որ Ամերիկայի Նիքսոն նախագահի խորհրդականն էր, այնտեղ քաղաքական պատճառներով հետո ինքը դատապարտվում է, բանտում քրիստոնյա է դառնում եւ ինքը հիմնում է բանտային եղբայրություն համաշխարհային կազմակերպություն, որ գնում են բանտերում քրիստոնեություն քարոզելու, ասում շատ հակառակորդներ ունեի եւ ամեն անգամ իրենք ծաղրում են ինձ եւ ասում եմ մի օր պիտի գնամ մի սենատորի հետ հանդիպման հերոստայեթերով բանավեճ պիտի ունենայինք, ասում եմ ես Սուրբ Գիրքը հետս վերցրեցի
Եվ ասում է, երբ որ արդեն ասում է կամերան թեքում են իմ կողմ, ինքը ծամածռում էր, ձեր էր առնում եւ վերջում ասում էր, դե քո ձեր գրքի մեջ սենց է գրած սուտ եք խափում եք, ասում է գիրքը տվեց, ասեցի ցույց տուր, ասում այսպես սարսափած վախեցավ, ես հասկացա որ ինքը երբեք սուր գիրքը չի բացել եւ ես այստեղից այնտեղից ինչ որ մարդկանցից տարբեր բաներ եմ լսել սուր գրքի մասին եւ ասեցի բացի եւ ցույց տուր, եթե դու կարդացել ես, ցույց տուր։ Այսօր են շատ մարդիկ, չէ՞, մեր կյանքում հանձնում են, ձեր գրքի մեջ sense գրված չի, Հիսուսն ասել է, այս երեսի տապտակում են մեկն էլ ցույց տուր, այսինքն ծաղրանքով, yani տեսեք որ Աստված ձեզ ինչ է, բայց Հիսուսը լրի ուրիշ նպատակով այդ ամեն ասել է, եղբայրասիրության հաղթանակի համար է, ոչ թե արտաքին թշնամին գա, եւ շատ պատմաբաններ մեզ մեղադրում են, ասում են քրիստոնեություն ընդունեցինք, թուլացանք, մեր կռվելու կամքը կոտրվեց, էլ մեկ նայեք ինչ ճանապարհ ենք անցել ավարարից մինչև Արցախյան պատերազմ, ինչ նահատակներ ունենք, ինչ կռվողներ ենք ունեցել, սրանք բոլորը քրիստոնյաներ են եղել եւ չենք վախեցել մենք մահվանից։ Եթե մենք 150 տարվա քրիստոնյա լինելով մերժել ենք, ասել ենք հուրը, ջուրը, կրակ անգամ հրեշտակները, մեզ չեն կարող այս հավատքից կտրել։ Ուրեմն ինչպես ենք ասում, որ քրիստոնեությունը թուլացրեց մեզ։ Ոչ, վատ քրիստոնյաները վախեցան անել այս ամենը։ Դրա համար այսպիսի անուն ձեռք բերեցինք։ Ուրեմն այստեղ խոսում է Պողոս Արաքյալը այդ զորության մասին, որ եթե դու փոխվես, նորոգվես, դու երբեք չես կարող թուլանալ, որովհետև ասում է ամոթ չեմ համարում ավետարանը քարոզել, քանի որ այն Աստծո զորությունն է փրկություն բոլոր հավատացին, նախ հրեայի, ապա հեթանոսի։ Տեսեք, ասում է, ես ամոթ չեմ համարում ավետարանը քարոզել, դա Աստծո զորությունն է մարդկանց փրկության համար։ Այն մարդիկ, ովքեր կամաչեն, վախենան այս գրքից խոսել, ուրեմն իրենք Աստծո զորությունը երբեք չեն զգացել եւ իրենց նպատակն էլ մարդկանց փրկությունը չէ։ Սա այլ նպատակի համար կարող է սա։ Սա ամենագեղեցիկ նամակն է, որ գրված է մարդուն, մնում է որ մեր մարդը ժամանակ գտնի ընթերցի, չվախենա այս նամակը կարդալուց։ Այս նամակի մեջ մեր մեղքերը կա, մեր հոգու մերկացումը կա, մեր սխալների բացահայտումը կա, մեր նվաստացումը կտեսնենք, բայց նաեւ հաղթանակը կա վերջում։ Հիշում եք, երբ որ Հովան Օզնեցուն որ տոնի հիմա պիտի գնանք, գիտեք Հովան Օզնեցին ինքը շատ փառավոր զգեստներ էր հագնում, շատ փառավոր, վրան մորուքերանույց ոսկի էր ցանում, երբ որ կանգնում է Ամիրայապետի առջև, ասում է ես լսել եմ, որ ձեր Քրիստոսը շատ աղքատ էր ապրում, բա ինչու ես դու այսպես հարուստ հագնում, ասում է եթե ուզում ես որ իմանաս իմ իրական տեսքը, թող պալատականները դուրս գան, ասում է Քրիստոսը Աստված էր, լույսը ճառագում էր, առաքյալները սուրբ էին, մենք մեղավոր մարդիկ ենք, մենք մարդկանց վրա տպավորություն թողնելու համար այդպես հագում, եթե ուզում ես իմանաս ինչպիսին եմ, երբ որ պարեգոտը բացում է, վրան հագած է լինում այծի մազից կարված քուրձը, ոնց որ այսօրվա այն ապակուս պատրաստված բան կա, չէ՞, ստեկլովատոր ասում։ Ուրեմն դա մարմնի հագնելը տանջանք է։ Ուրեմն ինչքան դու պիտի Քրիստոսի հանդեպ սեր ունես, որ տակից դու հագնես, տանջվես, բայց մարդկանց ցույց տաս, որ թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կերպարը, մաքուր, լուսավոր, սրբությամբ քայլելու Քրիստոսի ճանապարհով եւ ամոթ չհամարել։ Եվ ավետարանը քարոզելիս Պողոս Արաքյալը ինչու էր ազդեցիկ, տեսեք 3 շաբաթում, ես 15 տարի է Դիլիջանում եմ, բայց դե Դիլիջանում շատ մարդիկ նույնիսկ մկրտված չեն եւ եկեղեցի չեն մտնում։ Ինչու է Պողոս Արաքյալի խոսքը, որտեվ Աստծո զորությամբ էր խոսում։ Պողոս Արաքյալի շուրթերով Աստված էր խոսում։ Մենք կտեսնենք, որովհետեւ ասում է ժողովուրդը Պողոս Արաքյալին նայելով Քրիստոսին էր տեսնում։ Ուրեմն այդ զորությունը կար Պողոս Արաքյալի մեջ։ Դրա համար ինչ որ մենք անում ենք, մենք պետք է այդ ամբողջ անենք Քրիստոսի զորությամբ։ Եվ տեսեք ինչ է ասում Պողոս Արաքյալը. «Եվ իմ խոսքը եւ քարոզությունը իմաստության ճարտար խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ, որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ Աստծո զորությամբ»։ Ուրեմն գեղեցիկ քարոզները, գեղեցիկ ճառերը դե դա չի որ դու Աստծո զորությամբ ես խոսում։ Այսինքն պարզ մեկ բառը կարող է շատ բան փոխել։ Այ երբ որ արդեն 4-րդ դարում վեճերը սկսվեց, երբ որ Արիոսը հայտարարեց, որ Քրիստոսը Աստված չէ, արարած է, որոշեցին, որ պիտի բանավեճ լինի, եւ հայրերից մեկը, որ շատ տանջվել էր, աշկը չկար, ոտքը ջարդված, մատերը կտրտված, ասում է կարող եմ ես խոսել։ Եվ բոլորը ասում են ճիշտ է դու կենթանի հավատքով ապրել ես, այդ տանջանքն տեսել ես, բայց դու այնքան իմաստություն չունես, էլի կարդացած չես, որ փիլիսոփաների կամ ճարտասանների հետ վիճես, բայց քանի որ հարգում են, թույլ են տալիս, մոտենում է փիլիսոփեն, ասում է Քրիստոս Աստծո որդին է եւ ինքն է մեր փրկիչը։ Փիլիսոփն ասում է ես հավատում եմ։ Մի անգամից, բառ չի ասում ուրիշ բառ, ինքը իր հավատքի ինչքան զորավոր լուսավոր էր, որ ասում է Քրիստոս Աստծո որդին է, քո փրկիչն ասում է ես հավատում եմ։
Վերջ, այսինքն տեսեք Պողոս առաքել ասում է Սուրբ Հոգու զորությամբ որպեսզի ոչ թե մարդկային իմաստությամբ հավատակ, այսինքն մարդկանց ճարտասանությանը հավատակ, ինչպես նաև կտեսնենք Տիմոթեոսի նամակում շատ շատերին մարդիկ իրենց ճարտասանությամբ պիտի գրավեն, սնոտի խոսքերով պիտի խաբեն, բայց ով որ մնա ճշմարիտ վարդապետության մեջ, նրանք պիտի գտնեն ճշմարտությունը։ Ուրեմն Սուրբ Հոգու զորությամբ էր ավետարանը քարոզել, Սուրբ Հոգին ներկա էր։ Եվ ավետարանը նրանց քարոզվեց նաև արդեն ասացի Սուրբ Հոգով։ Ինչ ասել է Սուրբ Հոգով, սիրելիներ։ Սուրբ Հոգին ով էր։ Սուրբ երրորդության երրորդ դեմքը, չէ՞, Սուրբ Հոգին, որ Աստված էր, եւ ինչպես Հիսուսն էլ ասում է, ես գնում եմ, ձեզ ուղարկում եմ Սուրբ Հոգին մխիթարի, չէ, որպեսզի մեզ մխիթարի, եւ մենք ամեն անգամ, որ նեղության, դժվարության մեջ ենք, ասում ենք, որ Սուրբ Հոգով մխիթարություն գտնես։ Ինքն այդ Աստվածության առաքելությունը մարդկանց այս աշխարհի մեջ, անարդարության մեջ, չարության մեջ, ատելության մեջ Սուրբ Հոգու ներկայությունը պիտի կարողանաս զգալ։ Տեսեք, մենք կարող ենք ամբողջ օր աղոթել, սիրելիներ, մենք կարող ենք ամբողջ օրը գիրքը կարդալ, Աստվածաշունչ ընթերցել, բայց երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ չկա, մենք երբեք չենք փոխվելու։ Մեզ փոխողը Սուրբ Հոգին է։ Երբ որ մենք մկրտվում ենք, մկրտության պահից Սուրբ Հոգին մեզ վրա է, մեր մեջ է, բայց Սուրբ Հոգու զորությունից օգտվելու համար դու ինքդ պիտի բացվես։ Դա նույնն է, երբ որ դու շատ փող ունես, բայց չես ուզում առողջությանդ համար դեղ գնես, այդ գումարը արժեք չունի։ Այնպես էլ Աստծո սրբությունը, զորությունը քո մեջ երբ որ դրված է, դու չես օգտագործում քո փրկության համար, նա քեզ համար ոչ մի գործ չի կարող անել։ Ուրեմն Սուրբ Հոգով երբ որ բառ խոսք չես ասում, ոչ մի արժեք չունի։ Պողոս առաքելը Կորինթացիներին նամակում ասում է՝ գիրը սպանում է, բայց հոգին ապրեցնում է։ Ուրեմն երբ որ դու խոսում ես, շատ հաճախ ես օրինակ, երբ որ մոտենում, հատկապես հուղարկավորության ժամանակ, երբ որ խոսում ես, մարդիկ ասում են՝ «Տեր, մենք մխիթարվեցինք»։ Որ հասկանաս, որ այդ խոսքը ոչ թե չես ասել ասելու համար, այլ ապրել ես այդ մարդու համար, այդ մարդը այդ խոսքից ազդվել է, փոխվել է։ Եվ դու մարդուն կարող ես 1000 անգամ քաղցր բառ ասել, բայց մի բան օրինակ գրկես իրեն ջերմությունը զգա, ինքը մխիթարված լինի։ Մենք խոսքերով ասելով չի։ Ես ձեզ մի դեպք պատմեմ, մի ընտանիք 4 հոգի մահացել էր մի ընտանիքից, երբ որ գնացի հուղարկավորության, մեկ բան եմ ասել, եթե ես հիմա ձեզ ասեմ հասկանում եմ, ես ձեզ կխաբեմ, ես ձեզ չեմ հասկանում։ Ես չգիտեմ զավակ կորցնել ինչ բան է, ես չեմ զգացել այդ ցավը։ Կարող եմ պատկերացնել, մարդիկ միանգամից այսպես իրենց լացը թողեցին, ինձ նայեցին, թե ինչ է ասում։ Ասի, հայ, չեմ խաբում ձեզ, ես չգիտեմ, անծանոթ զգացողություն է ինձ համար, երբ որ մի բան դու չես կորցրել, չգիտես, ես չեմ կարող քույրին հասկացնել, թե ինչ լավ բան է լույս, որովհետև ինքը չի տեսել, չգիտի, ես էլ չեմ կորցրել, որ հասկանամ ինչ ասել առանց լույսի ապրել։ Ուրեմն այստեղ է շատ կարևոր։ Պողոս առաքել, տեսեք, հիշում եք Գաղատաց նամակի մեջ, որ ասում է Պետրոս առաքյալին հանդիմանեցիր կեղծավորության համար, այսինքն չի թաքցն, որ իրենք էլ մարդ են, մեղքեր գործում են եւ չեն խաբում, ասում որ մենք սուրբ ենք։ Այսօր մարդիկ կան, որ հանդիպում ես, թվում է թե իրենք երկնքից նոր իջել են, իրենց ոտքերը ամպոտ է, ոչ մեղք ունեն, ոչ սխալներ ունեն եւ բոլորին հանդիմանելով կամ նախատելով ման են գալիս։ Նախ մենք մեր պիտի տեսնենք, մեզ պիտի քննենք, մեր ներսում ինչ կա, որպեսզի մենք այդ բանը ասենք։ Եվ եթե դու այս ամենը չունենաս քո մեջ, քո խոսքը երբեք մխիթարող չի լինի, քո խոսքը երբեք մարդուն փոխող չի լինի։ Քո խոսքի մեջից Աստված ինքն է խոսում։ Քո շուրթերից ինչ որ ասում է Սուրբ Հոգին, չէ, Հիսուս ասում է, որ ձեզ հանկարծ տանեն բանտեր, ձերբակալեն, մի վախեցեք ինչ պիտի խոսեք, ես կխոսեմ։ Եթե դու իրականում հավատաս Քրիստոսին, քո Տեր ու Աստվածը փրկիչը հռչակես, Հիսուս ինքը քո միջից պիտի խոսի։ Նույնիսկ այնպիսի բան պիտի ասես, որ դու էլ քեզ պիտի զարմանաս, թե դու այսքանը որտեղից գիտեր կամ ինչպես էր հասկացել, թե այս պահին ինչպես պիտի խոսես։ Եվ Հոգին ապրեցնում է յուրաքանչյուր մարդ, եթե թույլ տաք, որ Սուրբ Հոգին ձեր մեջ գործի, սիրելիներ։ Եվ ավետարանի զորությունը նաև բխում է Սուրբ Հոգուց։ Մարդիկ կան, ես ճանաչում եմ շատ, նույնիսկ ինձ հարազատ մտերի մարդիկ, որ այս գիրքը մի քանի անգամ կարդացել են, բայց իրենք չեն կարդացել հոգու փրկությունը կամ իրենց կյանքի երջանկությունը գտնելու, կարդացել են, որպեսզի սխալներ գտնեն եւ մեղադրեն Աստծուն, ասեն, տես Դավիթ մարգարեն շնացել էր, բա ինչ ինքը սուրբ, ինչ մարգար է։ Այս սրա համար են կարդում։ Շատ շատերը այս գիրք ուսումնասիրում են, տենեն ինչեր կա, ինչ խաբկանքներ կա, որ ասեն սուտ է գրված, այսպիսի բաներ չկա, պատմության մեջ այսպիսի բան արձանագրված չէ։ Հասկացաք, այսինքն միայն կարդալ եթե զորությունը չի բխում Սուրբ Հոգուց, որ քեզ նորոգի, սա որպես գիրք կարող ես անցնել։ Շատ շատերի համար Գրիգոր Նարեկացին այդպես էլ իր գիրքը Մատյան ողբերգությունը որպես բանաստեղծություն է մնացել, ոչ երբեք աղոթք,
ոչ երբեք մարդու հոգու հայելի, որ մարդը կարդա ու իրեն տեսնի, իր մեղքերից կարողանա ապաշխարել։ Երբ Թեսաղոնիկեցիները հավատացին ուրեմն Քրիստոսին, սիրելիներ, ընդունեցին ավետարանը, Սուրբ Հոգով էլ սկսեցին նմանվել Հիսուս Քրիստոսին։ Եվ վերջապես ասում է կատարյալ վստահությամբ։ Ուրեմն Պողոս առաքյալը ինչ որ խոսում էր, վստահ էր։ Կատարյալ վստահություն իր ամեն խոսքով այդ նույն վստահությամբ էլ Թեսաղոնիկեցիները հավատացին Պողոս առաքյալի խոսքին։ Երբ որ մեկը մի բան ասում է, մենք զգում ենք, չէ՞ որ ինքն էլ իր ասածին չի հավատում։ Երբեմն ուսուցիչներ կան, ինչ որ մի բան խոսում են, հետ ասում են ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Այսինքն դու չես հավատում մի բան։ Եթե ես օրինակ չեմ հավատում մեռելների հարությանը, ես չեմ կարող ձեզ համոզել, որ մեռելների հարություն անպայման լինելու է։ Ինչքան էր որ քո մարդկային տկարությամբ դու փորձես բացատրել, մարդու համար դժվար է ընկնել, որ պիտի գերեզմանը բացվի, այնտեղից մարդ դուրս գա։ Եթե չունես այս կատարյալ վստահությունը, մի խաբի որևէ մեկին։ Եթե չունես, որ Քրիստոս քեզ այդ վստահություն, որ Քրիստոս ինչ է լինի, քեզ միայնակ չի թողելու, ուրեմն մի խոս այդ վստահության, որ Քրիստոս քեզ հետ է, որովհետև իրական նեղության, դժվարության պահին քեզ հետ պիտի լինի։ Մի օր մի երիտասարդ ավտովթարից մահացել էր, երբ որ գնացի, հայրը միանգամից ասեց՝ «Տեր հայր, ել չեմ հավատում Աստծուն, Աստված չկա»։ Ասի մի հարց ունեմ քեզ, տղադ այս 15 օր առաջ նույնպես ավտովթար ունեցավ, չէ՞։ Էլի խմած էր, արագ էր վարել, փրկվեց, քերծվածք ուներ, չուներ, ով փրկեց։ Այս հարցին դե պատասխան, ով փրկեց։ Աստված ինչքան կարող է քեզ հնարավորություն տալ, դու ես օգտագործում քո հնարավորությունները, ոչնչացնում, հետո հեշտ է մեղադրել Աստծուն։ Այստեղ է երևում մեր հավատքը, մենք ինչպես ենք հավատում։ Շատ հեշտ է, որ դու խնդիր չունես, առողջ ես, երեխաներդ երջանիկ են, հիվանդ չեն, հա հեշտ է հավատալ Աստծուն։ Բայց երբ որ այս խնդիրները կան, այստեղ պետք է քո հավատքը ցույց տաս։ Դու ինչքանով ես հավատում եւ ինչ վստահությամբ ես մոտեցել Քրիստոսին։ Քրիստոս քեզ հետ է, թե քեզ հետ չէ։ Այդ հավատքի զորությունը դու այդտեղ պիտի զգաս, որ դու կարողանաս շարունակել ապրել, ժպտալ, արարել եւ նույնիսկ ուրիշներին փրկության պատճառ դառնաս։ Սա է արեցին այս համայնքը Պողոս առաքյալի միջոցով։ 6-րդ համարը. «Եվ դուք նմանվելով մեզ եւ Տիրոջը ընդունեցիք խոսքը բազում նեղության մեջ Սուրբ Հոգու ուրախությամբ»։ Տեսեք ինչ հետարքիր բան է ասում։ Դուք ասում եք խոսքը ընդունեցիք նմանվելով մեզ եւ Տիրոջը եւ բազում նեղությունների մեջ Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք այս խոսքը։ Հիմա տեսեք, այս նորադարձ համայնքը ում էր փորձում նմանվել։ Նախ եւ առաջ Պողոս առաքյալին, չէ՞, իրենք ուզում են տեսնել ինչպես Պողոս առաքյալն է ապրում, այնպես էլ իրենք ապրեն։ Որովհետեւ Պողոս առաքյալն էր ապրում էլ այնպես, ինչպես որ Քրիստոս էր ապրում։ Ուրեմն իրենք Պողոս առաքյալին տեսնելով Քրիստոսին էին տեսնում, ուզում էին նմանվել Քրիստոսին։ Ուրեմն երեք ընկեր էին՝ Պողոսը, Սիվղանոսը, Տիմոթեոսը, երեքն էլ նույն առաքինությամբ, նույն սրբությամբ էին ապրում։ Եվ շատ կարևոր է, չէ՞, մեր կյանքում խոսքը, բայց խոսքից առավել կարևորը մեր ապրած կյանքի վկայությունը։ Այ դուք ինձ 15 տարի ճանաչում եք։ Եթե իմ խոսքը, որ այսքան խոսում եմ, տեսնեք իմ կյանքին չի համապատասխանում, կգաք եկեղեցի։ Չեք գա եկեղեցի։ Երբեք չեք գա եկեղեցի։ Եթե դուք ձեր հարևանները ձեզ տեսնեն, դուք ինչպես եք խոսում եւ ինչպես եք ապրում, հակասություն լինի, մարդիկ չեն ուզի ձեզ հետ շփվեն։ Քրիստոնեությունը սրանով է հաղթել, որ սա ապրված կյանքի վկայություն է, սիրելիներ։ Այսինքն, երբ որ դու սիրուց խոսում ես, բայց դու սեր չունես, զուր է քո խոսացածը։ Ինչքան գեղեցիկ ճառ ասողներ կան այսօր, ինչքան գեղեցիկ խոսք ասողներ կան այսօր, մեկը մյուսի հետ մրցում է, նույնիսկ ժամանակին միջնադարում մրցում էր, չէ, ով ավելի շատ ճարտասանությամբ կգովերքի այսինչ մեկին, կամ հիշում եք Սայաթնովան, որ հաղթում է, չէ, ով կգովի իշխանուհու դստերը իրենց երգի միջոցով, այսինքն այս մրցումը միշտ եղել է մեր կյանքի մեջ, բայց մարդիկ միշտ նայում են մեր ապրած կյանքի, մենք ինչպես ենք ապրում իբրև քրիստոնյաներ։ Ուրեմն այս մարդիկ հեթանոս, մեղքերի մեջ թաղված, 3 ընկերներ եկան իրենց քաղաք եւ 3 շաբաթում բոլոր իրենց կենցաղը փոխեցին։ Երբ որ Պողոս առաքյալը այս նամակը գրում է, ընդամենը 10 ամսվա քրիստոնյաներ են իրենք։ Եվ տեսեք գոհություն է հայտնում, ամեն օր աղոթում եմ, դուք նեղություններ կրեցիք, փորձեցիք նմանվել մեզ եւ Քրիստոսին։ Ուրեմն այս մարդիկ ճշմարիտ Քրիստոսի կերպը բերեցին եւ տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը. նմանվեցեք ինձ, ինչպես ես նմանվեցի Քրիստոսին։ Ես կարող եմ այսօր ասել նմանվեք ինձ, ինչպես ես Քրիստոսին, չեմ կարող, որովհետեւ ես չունեմ այդ նմանությունը այսօր, ես ձգտում եմ այդ նմանությանը։ Պողոս առաքյալը այդ նմանությունը ասում է, ինձ նմանվեք,
որովհետև ես էլ Քրիստոսին եմ նմանվել։ Եվ մենք իբրև քրիստոնյաներ այս աշխարհի մեջ Քրիստոսի նմանությունն ենք մեր մեջ կրելու։ Մենք պիտի այնպես ապրենք, այնպես խոսենք, որ մարդիկ մեզ նայելով Քրիստոսին ճանաչեն։ Շատ հաճախ բառեր պետք չի ասել, քո գործողությունը ցույց է տալիս քո կենթանի հավատքի վկայությունը, թե դու ինչպես ես ապրում։ Մի օր վանահայրը իր աշակերտին ասում է, այսօր պիտի գնանք քաղաք քարոզելու։ Մի ամբողջ օր քաղաքում պատտվում են, ոչ մեկ այդ ոչ մի բառ չեն խոսում, երբ որ վերադառնում են, ասում է, բայց չքարոզեցինք, ասում է, տղաս մենք ամբողջ օրը քարոզում էինք։ Այսինքն, երբ որ դու չես ամաչում այս զգեստը կրել մարդկանց մեջ, երբ որ դու չես ամաչում այս զգեստով դուրս գալ եւ չես ամաչում ապրել այս զգեստի տակ, իբրև ճշմարիտ քրիստոնյա, արդեն քարոզություն է։ Երբ որ մարդիկ քեզ տեսնելով ասում են, այս մարդը չի խաբում, այսինքն եկեղեցում ինքը ուրիշ մարդ չի, ուրիշ քաղաքում այլ մարդ է, այստեղ խոնարհ է ձևանում, առաքինի է ձևանում, այնտեղ բարձր է խոսում, գոռում է, հայոյում է, ծեծում է, այսինքն պետք է հասկանաս, որ այս ամեն ինչը նույնություն ունի։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, նմանվեցենք ինձ, ինչպես որ ես նմանվեցի Քրիստոսին։ Մենք կոչված ենք ուրեմն Հիսուսի նման լինել եւ ապրել այս աշխարհի մեջ, սիրելիներ, եւ ինչպես որ առաքյալները կարողացան, այնպես էլ մենք պիտի կարողանանք։ Եթե մենք մեկ հոգու կարողանանք մեր օրինակով այսօր փոխել, փրկել, դեպի Քրիստոս բերել, մեր բազում մեղքեր պիտի ջնջվի մեր վրայից։ Եթե մենք մեկ հոգու դարձի պատճառ դառնանք, եթե մեկ հոգի մեզ տեսնելով իր կյանքը փոխի, մեր բազում մեղքերը պիտի Աստված ների մեզ, որովհետև մենք այս մարդու փրկությանն ենք նպաստել։ Մենք Քրիստոսով իբրև ճշմարիտ վկաներ ապրել ենք այս աշխարհի մեջ։ Դրա համար ասում է Պողոս առաքյալը, մենք Տիրոջ պատգամաբերներն ենք այս աշխարհի մեջ։ Մենք դեսպաններն ենք, առաքյալներն ենք այս աշխարհի մեջ։ Եվ ինչպես որ այսօրվա Պետրոս առաքյալի նամակը երկրորդ գլխի մեջ ասում է ճշմարիտ քահանայություն, քահանայի կոչումը ո՞րն է։ Մարդկանց բերել դեպի Աստված։ Մեր կոչումն է իբրև քրիստոնյա խոսել Աստծո մասին առանց ամանչելու։ Երբեք չամանչեք որևէ տեղում խոսել ձեր հավատքի մասին։ Այսօր շատ մարդիկ կան, նույնիսկ հոգևորականներ կան, որ շատ տեղերում ամանչում են ասում, որ իրենք հոգևորական են։ Հանկարծ չիմանան, որ իրենք հոգևորական են։ Կամ եթե այսինչ մարդուն դուր չի գալիս Աստծո մասին խոսել, իրենք լռում են, չեն խոսում։ Աստծուն հայոյում են իրենց ներկայությամբ, իրենք լուռ են մնում, որպեսզի այդ մարդու հետ չվիճեն եւ այդ մարդու բարեկամությունը, հաճությունը չկորցնեն։ Սա կեղծավորություն է։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, ինձ նմանվեք, որովհետև գիտեր, որ իր ապրած կյանքը ճշմարիտ ավետարանչություն է եւ վկայություն է Քրիստոսի մասին։ Թեսաղոնիկեցիներն էլ տեսեք, ասում է, հենց սկզբից նեղություններ կրեցին։ Երբ որ կարդանք մենք Գործք առաքելոցի 17-րդ գլուխը, որտեղ նկարագրված է, թե Պողոս առաքյալը ինչպես եկավ Թեսաղոնիկե, եկան ձերբակալեցին, գնացին քաղաքապետերին կանչեցին եւ ստիպված Պողոս առաքյալին փախցրեցին։ Այսինքն հենց առաջին օրվանից հալածանք կար քրիստոնյաների հանդեպ։ Բայց տեսեք, ասում այս մարդիկ Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցին այդ հալածանքները։ Այսօր ցավոք սրտի աշխարհում քրիստոնյաները խուսափում են նեղություններ ու դժվարություններից։ Խուսափում են։ Գնում են այնպիսի երկրներ, որտեղ կարող են ազատ գնալ եկեղեցի, աղոթել, իրենց հանկարծ նեղություն չտան, բայց տեսեք ինչ է կատարում, չէ՞ Սիրիայում այսօր։ Ինչքան քրիստոնյաներ են հալածվում, նահատակվում։ Քրիստոնյա կյանքը սա է։ Երբ որ Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալն ու Հովհաննես առաքյալը Հիսուսից հետո գնացին տաճար, տարան ատյան, նրանց ասեցին այլևս Հիսուսյանով չխոսեք, նրանց գանահարեցին, ասում են նրանք դուրս եկան եւ ուրախացան, որ իրենք Հիսուսի համար հալածվել են։ Ուրախացան։ Այսօր շատ քիչ մարդիկ կգտնեք, որ ուրախանում են հալածանքի մեջ։ Մեր մասին մի հատ վատ խոսք են գրում համացանցի մեջ, մի անգամից խռովում ենք, թե ես ինչի մասին այսպես գրեց, ուզում ենք պատասխան գրենք, ինչ որ բան ասենք, պետք չունեք, ուրախացեք։ Հիսուս ասում է, երանի ձեզ, եթե իմ անվան համար ձեզ հալածեն։ Երանի ձեզ։ Ոչ թե մեր մեղքերի համար, այլ իբրև քրիստոնյա լինելու համար։ Հալածեն ձեզ, ուրախացեք, որ ձեր հետևից ասեն խելքը գցել է, Աստվածաշունչ է կարդում, 21-րդ դարում պահքա պահում ծաղրեն, ուրախացեք, մի վախեցեք։ Սրա ուրախության բարեք, այդ հոգու ուրախության, որ դուք պատրաստ եք այդ ամենը կրել հանուն Քրիստոսի, գիտեք ինչի համար։ Պողոս առաքյալը ասել եմ ձեզ, հարուստ մարդ էր, պաշտոնյա մարդ էր, ունևոր մարդ էր, բայց ինքը սաղ թողեց, գնաց բանտերում, կալանքների մեջ անցկացրեց, որպեսզի Քրիստոսի ավետարանը քարոզի մարդկանց համար։ Եվ շատ սուրբեր ու նահատակներ։ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից թողեց հետ եկավ վաղարշաբաթ, որպեսզի թագավորին ծառա իր հոր մեղքերը քավի։ Կարող էր չվերադառնալ։ Կարող էր, չէ՞։ Դրա հետ մեկտեղ էլ 13 տարի օծելու կարիճների հետ խոր վիրապի վիհում անցկացրեց։
Սա այդ ընտրությունն է, որ դու ում համար ես անում եւ ինչի համար ես անում, քո նպատակը շատ կարեւոր պիտի լինի։ Այ հիմա շատ են մարդիկ ինձ զանգում են, հարցնում են պահքի հետ կապած ուտել թե չուտել, քանի օր պահել։ Ժողովուրդ ջան, եթե պահքը պիտի պահեք միայն ուտելիքի համար, ամբողջ օրը մտածեք ինչ ուտեք, խմեք, սա չեղավ պահք։ Ուտել խմելու մասին չի պահքը։ Պահքը հոգևոր սխրանքի մասին է, մեղքից մաքրվելու մասին է։ Ուտելիքը չի պղծում մարդուն։ Լավ ենք անում, որ պահում ենք, մեզ զրկում ենք, բայց դրա հետ դու պիտի հոգևոր սխրանքը գործես։ Մեղքերիցդ հետ կանգնես, ում հետ խռով ես հաշտվես, ում հանդեպ չարություն, նախանձ ունես, ատելություն ես, այդ մարդուն սկսես սիրել։ Սա է պահքի ընթացքը։ Քրիստոս դա է մեզ սովորեցնում, որ հասնենք իր հրաշափառ հարությանը։ Եվ վերջապես ուժեղ այն եկեղեցին, որ հալածվում է, որովհետև նրա վկայությունը ցույց է, իր զորավոր վկայությունն է ցույց տալիս։ Երբ որ դու հալածվում ես, դու միշտ ուժեղ ես, չէ՞։ Երբ որ պատերազմ կա, մարդիկ ինչ են անում, թուլանում է, չէ՞։ Պատերազմ չկա, մարդիկ մոռանում են ամեն ինչ, սկսում են իրենց գործերով անցնել, բայց երբ որ պատերազմ համախմբվում են, ուժեղանում են։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ, երբ որ մեղքը չկա քո կյանքի մեջ, դու լճանում ես, երբ որ մեղքը կա, դու պայքարում ես։ Եվ մի օր սրբակենցաղ մի մարդ աղոթում է Աստծուն, ասում է, խնդրում եմ, ասում է, Տեր, այս փորձությունները ինձանից հանի։ Եվ հանում է Աստված։ Հրեշտակ գրած մի տղաս ասում է, աղոթի, թող Աստված քո փորձությունները կրկնապատկի, որպեսզի դու քո հաղթանակը զգաս, քո համառության, քո պայքարի հաղթանակը զգաս, թե ինչ ասել է պայքարել կրքի դեմ։ Բայց եթե մեկը շնության մեղք ունի իր մեջ, հայրերից մեկը ասում է 40 տարի պայքարեց այդ մեղքի համար։ Ասում է փորում էր, մտնում էր մեջը, գնում էր սառը ջրի մեջ, կանգնում էր, մարմինը ցավացնում էր, բայց մեղքը դուրս չէր գալիս մեջից։ Մինչև որ այստեղ չմաքվես, 40 տարի հետո մեղքը թողեց իրեն։ Եվ սա սխրանք էր, հաղթանակը սա էր, որ դու պայքարում ես։ Պարզ օրինակ բերեմ, ես չեմ ծխել, չեմ խմել։ Քրիստոսի համար եմ արել։ Ոչ, չեմ սիրել, չեմ համար չեմ անում։ Չեղա որ դա մար սխրանք է։ Չեմ սիրում, չեմ անում։ Բայց երբ որ ես Քրիստոսի համար ինչ որ մի բանի համար պտարապեմ, որ ցանկությունը մեղքը մեջից անեմ, հանուն Քրիստոսի, սա սխրանք կլինի։ Ուրեմն երբ որ մեկը միշտ չուտում իր համար հեշտ է պահպայելը, դա չեղա որ ինքը Քրիստոսի համար է անում։ Քրիստոսի համար է, որ դու զոհաբերում ես քո անձը, քո ժամանակը, քո սերը, ամեն ինչ, երբ որ դու կարող ես այդ տառապանքի միջոցով մեկ ուրիշին փրկել։ Սա է այդ հոգևոր սխրանքը։ Եվ ինչքան որ այդ հալածանքը կա, մենք էլ այդ ժամանակ ուժեղ ենք։ Հիմա տեսեք, ինչքան թշնամին արտաքին թշնամի մեր հանդեպ բանանում, մենք մեր զգոնություն ավել է չէ ուժեղանում։ Երբ որ արհամար ենք մի օր իրեն, ինքը կհարցակվի մեր վրա։ Բայց դու ամեն րոպե պիտի պատրաստ լինես, պիտի մարզվես, պիտի ամեն ինչ անես, լինել հոգևոր կյանքի մեջ։ Անտեսանելի թշնամու հարձակումը շատ սարսափելի է։ Այնտեղ է հարվածում քեզ, որ չես սպասում։ Այնտեղից է քեզ բռնում, որտեղ որ դու վստահ ես, որ հանգիստ կանցնես այդ մեղքը, քեզ այդ մեղքը երբեք չի գա բռնի։ Ուրեմն դրա համար Պողոս Արաքելը ասում է Սուրբ Հոգու զորությամբ, նորոգված, մաքրված եւ ուրախությամբ այդ ամենը կարողացանք անել։ 7-րդ համարը։ Օրինակ հանդիսանալով բոլոր հավատացյալներին, որոնք Մակեդոնիայում են եւ Աքայայում են։ Տեսեք, Թեսաղոնիկեցիները ոչ միայն իրենք իրականում այդպես հավատացին, այլև շատ շատերի համար օրինակ եղան, ասում եմ Մակեդոնիան, դա հյուսիսային Հունաստանն է, Աքայան հարավային Հունաստան, այսինքն ամբողջ այդ տարածաշրջանը խոսում էր այս համայնքի մասին։ Որ ինչ լավ համայնք են, ինչ լավ քրիստոնյաներ են, օրինակ է, որ բոլորը խոսում են այս մարդկանց մասին։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ քո հավատքը, քո կյանքը ուրիշների մասին վկայություն դառնա, ուրիշները խոսեն այդ հավատքի մասին։ Եվ ոչ միայն իրենք իրենց համար, այլև ուրիշներին փրկության պատճառ դարձան, որ ասացին, եթե սրանք կարող են ապրել, մենք էլ կարող ենք այս օրինակ ունենալ մեր կյանքի մեջ։ Այսպիսի ուրախությամբ են կրում մարդիկ իրենց հալածանքը, նեղությունները, որ պատրաստ են ամեն ինչի դիմանալու։ Եվ տեսեք գովում է, ասում է, օրինակ եղակ այսինչ համար։ Մենք այսօր օրինակ ենք շատ շատերի համար։ Չէ, շատ շատերը կարող են մեզ տեսնել ու վախենան մեզանից։ Մենք ինչքան մարդու կարող ենք պատճառ դառնալ, որ եկեղեցի չգան։ Ինչքան մարդու կարող են գայթակղած լինել, որ մեր պատճառով այլևս չեն ուզում եկեղեցի գան։ Սա շատ կարևոր է։ Դու մի մտածեք, որ մարդիկ մեզ չեն հետևում։ Ամենտեղ մեզ հետևում են մարդիկ։ Մարդիկ, երբ որ գիտեն, որ դու եկեղեցի գնացող մարդ ես, աղոթող մարդ ես, քեզ միշտ աննկատ հայացքով հետևում են, որ տեսնեն դու ինչպես կվարվես այս իրավիճակի մեջ։ Ցույց կտաս քո հավատքը, թե կխուսափես, թե կփախնես, թե միանգամից կբռնկվես։ Մենք քրիստոնյաները շատ բռնկուն ենք։
հատկապես ուրիշների սխալների վրա, բայց մեր մեղքերը մենք շատ հանգիստ ենք եւ նույնիսկ արդարացնում ենք այդ մեղքերը։ Այս համայնքը այդ օրինակը ծառայեց եւ շատ շատերի փրկության պատճառ դարձավ։ 8-րդ համարը Ձեզանից հնչեց Աստծո խոսքը ոչ միայն Մակեդոնիա եւ Աքայայում, այլև առ Աստված ձեր ունեցած հավատը սփռվեց ամենտեղ, այնպես որ մեզ պետք չէ մի որևէ բան խոսել այդ մասին։ Ցեք ինչքան գեղեցիկ է, ասում է, մեզ երեքից մասին է խոսքը, որ ավել բան չենք ուզում ասենք, արդեն ամենտեղ խոսում են այդ հավատքի մասին, ուրեմն ոչ միայն Մակեդոնիա, ոչ միայն Աքայում, այլև ամենտեղ ամբողջ Հունաստան է տարածաշրջանը խոսում է ձեր հավատքի մասին։ Ուրեմն տեսեք սիրելիներ, երբ որ հիմնեց Պողոս Արաքյալը այս եկեղեցին, ասել եմ 3 շաբաթում, չէ՞։ Հիմա երբ որ այս նամակը գրում եմ, մի տարի չկա, 10 ամիսվա համայնք են։ Բայց տեսեք, այս 10 ամսվա մեջ ինչ սխրանք են գործել այս համայնքը, որ Մակեդոնիայում, Աքայայում, այդ ամբողջ տարածաշրջան, ամբողջ Հունաստանում խոսում են այս հավատքի մասին, որ այս ինչ լավ հավատք է, այս քրիստոնյաները ինչքան լավն են այս թեսաղոնիկեցիները, որ սրանց հավատքը խոսում ինքն էլ ասում է, ես էլ ավելացնելու բառ չունեմ, ուրեմն ամենտեղ մարդիկ վկայում էին այս հավատքի մասին։ Երանի որ մեր հավատքի մասին ամենտեղ խոսեին, ոչ թե մեր խոսացածի մասին, թե մենք ինչպես ենք խոսում, ինչ ենք անում, այլ ինչպես ենք մենք ապրում, սիրելիներ, որովհետև լինել քրիստոնյա եւ չապրել, ես դա նմանեցրել եմ միշտ ամպին։ Տեսեք, այսօր ամպամածա չէ, դուրսը անձրև է գալիս, ուրեմն ամպի առաքելությունը անձրևն է։ Եթե այսօր անձրև չգար, այս ամպերը միայն արևի ճանապարհը պիտի փակեին։ Նույնն էլ քրիստոնյան, եթե քրիստոնյան չի ապրում այս ճշմարտությամբ, ինքը ընդհանրապես լույսի ճանապարհն է փակում շատ շատերի համար։ Եվ դրա համար Հիսուս ասում է. դուք չեք մտնում, մտնողների ճանապարհն էլ փակում եք։ Ուրեմն քրիստոնյան պետք է ինքը ճանապարհը դառնա, որպեսզի լույսը շատ շատերի համար հասան։ Եթե ոչ, մենք պետք է փակենք։ Տեսեք, մկրտության ժամանակ կնքայր ինչ է խնդրում մկրտվողի համար։ Հավատք, հույս, սեր։ Այս երեքը ինչի համար է խնդրում։ Որովհետև ինչ կունենաս չես ունենա արժեքություն, թե այս երեքը չկա քո կյանքի մեջ։ Հավատքը, հույսը, սերը քեզ միշտ զգոնության մեջ են պահում, քեզ միշտ սիրո մեջ են պահում, քեզ միշտ քո նպատակակետին ուղղված են պահում եւ վերջապես մուտքն է հավիտենական։ Առանց այս երեքի դու չես կարող մուտք գործել հավիտենական կյանք։ Եթե այս երեքը կա, ուրեմն այս երեքից շատ շատերն էլ կարող են օգտվել ու փրկվել։ Այդ հավատքը թե դու ունես, ուրեմն շատ շատերի փրկության պատճառ պիտի դառնաս։ Եվ այսօր ինչպիսին է մեր եկեղեցին։ Դե օրինակ աշխարհի եկեղեցիները, չէ, 4-րդ դարից սկսած կան ավելի հին եկեղեցիներ, ավելի մեծ, ավելի լուսավոր, ավելի պայծառ, ավելի շքեղ, երբեմն մտնում ես զարմանքից բերանդ բաց է մնում, բայց այդտեղից գալիս է այդ լույսը, որ մարդիկ մտնեն ու փրկվեն։ Մենք 2000 տարվա քրիստոնյա ենք, եթե օտար մեկը գա, մեզ տեսնի իբրև ժողովուրդ, կուզի մերպես քրիստոնյա լինել։ Այս սա է վկայությունը ճշմարիտ։ Կուզի թե չէ։ Ես շատ հաճախ որ մարդկանց հանդիպում եմ, ասում ենք հավատում ենք, ասում եմ լավ, ես իմացի, ասենք հայ չեմ, այս աշխարհից չեմ, ես ին որտեղից եկել եմ, ուզում եմ քրիստոնյա դառնալ։ 2 բառով պատմիր, ինչ է քրիստոնեությունը, ոչ մեկ չգիտի, չի կարող պատասխանի։ Չգիտի ինչ է քրիստոնեությունը։ Ինքը հավատում է Աստծուն, այսքան բան, մոմ եմ վառում, խունկ եմ ծխում, չգիտեմ, մի անգամ էլ մատաղ ենք անում, սա չի քրիստոնեությունը։ Ես ուզում եմ դա ասում եմ, դե ինձ հիմա քարոզի ես քրիստոնյա դառնամ, համոզի ինձ որ ես քրիստոնյա, որ ես իմանամ իմ հավատացած այդ կուրքերին կամ ինչ որ տարերային ուժերի հավատալը սխալ է, քո Քրիստոսը ճիշտ է, պատմիր։ 90%-ը չգիտի ինչ խոսի։ Ինչպես բացատրի, թե ինքը ում եւ ինչպես պետք է հավատա։ Չգիտի։ Դրա համար եկեղեցուց պիտի դուրս գա ճառակող ավետարանի լույսը, ավետարանի խոսք, Աստծո խոսքը պիտի ողջևորի մարդկանց եկեղեցի գալու համար, ոչ թե ծեսերը, սովորությունները, սրանցով դու չես կարող փրկվել։ Աստված չի նայում մեր բարի գործերին, Աստված նայում է մեր հավատքին, թե մենք ինչպիսի հավատ ենք։ Հիշում եք Թագավորաց գրքի մեջ ինչ ասում Աստված։ Ես չեմ ուզում այս ժողովրդի Աստվածը լինել, որովհետև սրանք ինձ շուրթերով են հավատում, իսկ սրտով ինձանից շատ հեռու են։ Շուրթերով հավատալով դու չես կարող Աստծո զորությունը քո կյանքի մեջ տեսնել։ Տեսեք Պողոս Արաքյալը, հիշում եք Գործք Արաքյալը, ասում է իր քրտինքը սրբած թաշկինակը տանում դնում են հիվանդի վրա, բժշկվում էր։ Դնում են մեռելի վրա, հարություն էր առնում։ Պետրոս Արաքյալը քայլում էր իր շողը կանգնում էր հիվանդի վրա, հիվանդը առողջանում էր։ Այսինքն այս հավատքը ինչքան զորավոր էր, որ այս մարդիկ տեսան, վկայեցին, ապրեցին եւ կենթանի Աստծուն ճանաչեցին եւ շատ շատերն այդ հավատքը տեսան ու փրկվեցին։ 9-րդ համարը
Քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին, թե ինչպես եղան մեր մուտքը ձեր մեջ, թե ինչպես կուրքերից դարձակ առ Աստված, ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն։ Ուրեմն Պողոս առաքյալը ամենուր լսում էր վկայություններ Թեսաղոնիկեցիների հավատքի մասին, թե իրենք ինչպես են մուտք գործել, իրենք ինչպես են հավատացել։ Արդեն խոսեցի։ Եվ մա տեսեք, սիրելիներ, թողեցին կուրքերին եւ վերադարձան կենդանի եւ ճշմարիտ Աստծուն պաշտելու։ Երբ որ մենք ասում ենք կուրքեր, մենք միանգամից ինչ ենք հասկանում, այն ձեռակերտ արձանները, քարեղից, փայտից, չգիտեմ ինչից, որովհետեւ մարդիկ ծնկել են, աղոթել են, խոնարհվել են։ Բայց այստեղ ոչ միայն այս կուրքերի մասին է խոսում Պողոս առաքյալը, այլև այն մեղքերի, որ կուրքերի պես են դարձել մարդկանց։ Օրինակ դրամը, փողը, չէ, ինքը կուրք է, ինքը ամենամեծ կուրքն է, որի մարդը ծնկի է իջնում։ Դրամի համար մի կոպեկ ավել վաստակելու համար եղբայրը եղբորը կարող է սպանել ու մատնել։ Սա ամենամեծ կուրքն է, արծաթասիրությունը, դրամասիրությունը։ Եվ ձեզ ասել եմ, մարդ բառը, որ հետևից կարդում եք, ինչ է լինում, դրամ, չէ՞։ Ասենք որ մարդը, որ կենդանի Աստծո տաճարը, ինքը փոխվում է դրամի, դառնում է կուրք, ինքը արդեն կորցնում է ոչ միայն իրեն, այլև իրեն վստահված այն մարդկանց, ովքեր իրեն նայում են եւ իրեն պետք է հետևեն։ Երկրորդը ցանկությունները մեր կարան կուրք լինեն։ Այսօր մարդիկ կան, որ իրենց հպարտությունը սարսափելի կուրք է։ Իրենք այդ հպարտությունից անկոն ոչ մի բան չեն, իրենք ամեն օր ծնկեն իջնում այդ հպարտության առջև, խոնարհվում են, խունկ են մատուցում, երկրպագում են, այդ հպարտությամբ շատ շատերի նվաստացնում են։ Բամբասանքը կարող է կուրք լինել։ Սեռական ազատ կյանքը կուրք է, որովհետև ծովափնյա քաղաք էր Թեսաղոնիկեն, եւ այդ քաղաքներում գիտեք, մեղքերը այդպես ինչպես շատ է տարածված, բայց այս մարդիկ ամեն ինչ թողեցին։ Եվ տեսեք, ասում է, բոլոր տեղերում, որտեղ որ գնում են, մարդիկ վկայում են ձեր հավատքի մասին։ Երանի իմ մասին, բոլորիս մասին մի օր գնանք միտեղ, ասեն, այս մարդիկ ճշմարիտ քրիստոնյաներ են, եւ ամենտեղ լավ բան լսեին մեր մասին։ Վկայություն, որ այս մարդիկ ոչ թե լավ մարդ, տեսեք, լավ մարդը դրանք տարբեր բաներ են։ Անաստված մարդն էլ կարող է լավ մարդ լինել, բայց այդ առաքինությունը, որ դու հանուն Քրիստոսի քեզ զրկել ես, փոխվել ես, այդ կուրքերը թողել ես, եկել ես ճշմարիտ եւ կենդանի Աստծո տաճար ես դարձել։ Քեզ պատրաստել ես Քրիստոսի համար։ Դու թույլ ես տալիս, որ Քրիստոս գա ու բնակվի քո մեջ։ Թողել են այս մարդը եւ ամենտեղ այս վկայությունը կար։ Եվ այսօրվա վերջին համարը եւ սпасելու երկնքից նրա որդու Գալստյանը, որին հարություն տվեց նամերելներից, Հիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկությունից։ Թեսաղոնիկեցիները շատ նեղություններ կրեցին, սիրելիներ, շատ նեղություններ կրեցին, բայց իրենք հավատքի մեջ ամուր մնացին։ Ինչու՞։ Օրինակ, այսօր մարդը այդպեսին չէ։ Մի փոքրիկ նեղություն եւ մարդիկ կորցնում են իրենց հավատքին, ամուր հավատքը։ Շատ քրիստոնյաներ եմ հանդիպել, որ շատ զորավոր հավատք են ունեցել, բայց մի հատ կորուստ իրենց կյանքի մեջ անսպասելի, այդ մարդիկ այլևս դադարել են աղոթել։ Իրենք դադարել են Տիրոջը վստահել։ Ես ձեզ պատմել եմ այն նշանավոր քարոզիչի մասին, որ հետո դառնում է աթեիստ եւ սկսում է Քրիստոսի Աստծո դեմ գրքեր գրել։ Ասում է պատճառը մեկն էր, մի ամսագրի մեջ մի նկար տեսա, որ մեռնող երեխան մոր գրկում Աստծուն աղոթում էր, անձրև էր ուզում, անձրև չեկավ։ Ասում է ես էլ մտածի, բայց դու ինչ սիրող Աստված ես, երբ որ մեռնող երեխային անձրև չես տալու։ Ու տեսեք տարիներով քարոզիչը թողնում է ամեն ինչ, հոգևոր կյանքը սկսում Աստծո դեմ գրքեր գրել։ Եվ այդ գիրքը կոչվում է Հավատքը ատյանի առջև։ Այսինքն, երբ որ հավատքդ դրվում է արդեն դատվելու, դու ինչպես պիտի պահես։ Տեսեք ինչ նեղություններ կրեցին, բայց իրենց հավատքը ամուր պահեցին։ Ինչու պահեցին։ Այ երբ որ մենք հիմա նեղություններ կրեցինք, հիմա անուշը ստեղա զավակա կորցրել պատերազմի դաշտում, ինչու է ինքը հավատքի մեջ զորավոր։ Ինչու։ Ինքը Քրիստոսին է սպասում, որ իր զավակին հարություն պիտի տա։ Ուրեմն այս հավատք ունեին Թեսաղոնիկեցիները։ Իրենց հարության խորհրդով էին սպասում, որ Քրիստոս երկնքից պիտի գա։ Իրենց արդարությունը, իրենց մխիթարությունը այս աշխարհից չէին սպասում։ Եվ այդ առաջին դարի քրիստոնյաները վստահ են, որ Քրիստոս շուտով պիտի վերադառնա, եւ այս սպասումը դրա համար այդ սպասման պատճառով մարդիկ ամեն առաքինիներն են առաջին դարում եւ պատրաստ են զոհաբերվելու, նահատակվելու, տանում են գցում են առյուծների գուբը, մարդիկ ուրախությամբ գնում են, որովհետեւ հարության հույս ունեն։ Տեսեք ինչ է ասում այստեղ նորից կարդա։ Ասում է սпасելու երկնքից նրա որդու Գալստյանը, որին հարություն տվեց նամերելներին, որ պիտի փրկի մեզ վերահաս
դատապարտությունից, վերահաս բարկությունից, որ Հիսուս գա, պիտի ամեն ինչ մաքրի, վերահաս, այսինքն պատժից պիտի փրկվեն եւ մենք հարությամբ հետ պիտի ստանանք նրանց, ում որ մենք կորցրել ենք։ Սա մեր հավատքի գագաթն է, վստահությունը հարության հանդեպ։ Պողոս Արաքյալը կանցնենք հետագայում այդ հատվածը, Թեսաղոնիկյանց նամակի մեջ է, ասում է, ուզում եմ ասում են ննջասների մասին ճշմարտություն իմանաք, որպեսզի չլինենք նրանցպես ովքեր հույս չունեն։ Եթե մենք հավատում ենք, որ Քրիստոս մեռավ ու հարություն առավ, ուրեմն վստահ ենք, որ մենք էլ պիտի մեռնենք ու հարություն առնենք։ Իսկ եթե չեք հավատում այս հարության խորհրդին, զուր է մեր քարոզությունը, զուր է ձեր հավատքը։ Այդ ժամանակ ասում մենք ամենաողորմելի մարդիկ պիտի լինենք։ Այ երեք հուղարկավորության էի հոգեհանգստին հարության մասին խոսեցի, կողմս կանգնած մի քանիկին ճպցրեցին։ Այս ինչ ասում, էլի սկսեց հարության մասին։ Ընդհանրապես մեկ բան եմ ասել. ես էլ եմ մեռնելու, դուք էլ եք մեռնելու։ Ես ապրել եմ, դուք մնալու եք մեռած։ Կարող է չեք հասկանում, ասում ես ձեզ ինչ եմ ասում, բայց եթե դուք չեք հավատում հարությանը, ինչու եք ամուսնացել, ինչու եք զավակցել, ինչու եք սիրել, եթե պիտի մեռնեք, մեռնելու համար արժե այս ամեն ինչը անել։ Չարժի։ Ոնց կարող ես դու մեռնելու, եթե գիտես պիտի մեռնես ու սիրես, մեկին էլ թողնես դժբախտ գնաս։ Ուրեմն դու հավիտենական կյանքի խորհուրդը կա քո մեջ, հարության խորհուրդը կա։ Կամ երբ որ հայերը հավաքում են սեղանի շուրջ, ինչ կենաց են խմում։ Խմենք մեզանից հեռացած մարդկանց կենթանի կենացը։ Չեն էլ հասկանում խորհուրդ այդ խոսքի։ Այսինքն կյանքի կենացն են խմում։ Որ կյանքի։ Հարության կյանքի, հավիտենական կյանքի համար են բաժակված։ Նույնիսկ չգիտակցելով։ Դրա համար այս մարդիկ այդ հավատք ունեն, որ Քրիստոս պիտի գա եւ վերահաս բարկությունից պիտի ազատի բոլորին։ Եթե մենք այդ խորհուրդը հավատքի չունենանք, այս աշխարհի մեջ մեզ համար շատ դժվար է չապրելը։ Այսքան պատերազմ, այսքան չարություն, այսքան ատելություն, ամեն առավոտ վատ լուրերը արթնանում ենք, պատերազմի սկսվող վտանգից, ամեն տեսակ, ամեն ինչ մեր դեմ աշխատում է։ Ինչի համար, որ մենք հուսահատվենք, մեր հույսը այլևս չդնենք Տիրոջ վրա։ Եվ Կորինթացիների նամակի մեջ Պողոս Արաքյալն ասում է. եղբայրներ եւ քույրեր, ասում եմ իմանաք, թե ինչ պատահեց մեզ այսյայում, ասում է, մահվան վճիռը կախված էր մեր, այնքան որ այլևս հույս չունեինք ապրելու, ասում է, բայց դա եղավ մեկ պատճառով, որ մենք սովորենք ինքներս մեզ չվստահել, այլ Աստծուն, ով հարություն տվեց Հիսուսին։ Այսինքն մենք սովորենք ինքներս մեզ չվստահել, այլ Քրիստոսին։ Ուրեմն դրա համար այս մարդիկ իրենց հավատքը ամուր պահեցին եւ իրենց հույսը այս կյանքի մեջ չէր, իրենց հույսը Քրիստոսի հետ էր։ Մեր հույսը այս աշխարհի մեջ չէ, այս աշխարհը այսօր մեզի սիրում է, վաղը կատի, այսօր մեզ գնահատում է, վաղը մեզ կոչնչացնի։ Նայեք, տեսեք, սովետական շրջանում բոլոր հերոսների մեծ մասին գնդակահարեցին, 5 տարի, 10 տարի հետո արդարացրեցին, բայց արդեն այդ մարդիկ չկային այս կյանքի մեջ։ Մարդիկ սխրանք էին գործում, հանկարծ գեր էին ընկնում, ազգի դավաճան թշնամի տանում գնդակահարում են։ Կարևոր չէ որ ինքը կռվի դաշտում 4 տարի կռվել էր, բայց դու իրավունք չուներ գերի ընկնել, ուրեմն դու դավաճան ես, որ գերի ես ընկել։ Սա է մարդկային արդարությունը։ Նույնն էլ այսպես այսօր մենք, երբ որ մարդը տարիներով աղոթում է, հանկարծ մի օր սայթակեց, վերջ, այս մարդը այլևս չի կարող հավատացյալ լինել։ Մենք կարող ենք սայթակել, մենք ամեն օր պիտի սայթակենք, բայց կարևորը որ մենք բարձրանալու ձգտումը ունենանք։ Եվ միայն Հիսուս ունեցողներն են փրկվելու սիրելիներ։ Եթե Հիսուս մեկը չունի իր կյանքի մեջ, չի փրկվելու։ Եթե դու Հիսուս ունես, պիտի փրկես եւ այդպես Աստված պիտի մեզ ազատի վերահաս բարկությունից, այսինքն իր որդու սիրուն համար պիտի ազատի մեզ։ Որն է ասում է Հիսուսի, ասում է Աստծո ծրագիրը, որն է, որ մենք հավատանք իր որդուն Հիսուս Քրիստոսին, ում որ ուղարկեց Աստված։ Եվ ասել եմ ձեզ, որ Հիսուս երբ որ ծնվեց եկավ այս աշխարհ, ինքը բժիշկ է եկել այս աշխարհ, մեզ բժշկելու, մեր բոլոր ցավերից, հիվանդություններից, խնդիրներից եւ հատկապես մեղքի հիվանդությունից, բայց երկրորդ անգամ գալու է դատելու իբրև արդար դատավոր։ Եվ եթե մենք հավատացել ենք, վստահել ենք, ուրեմն մենք անպայման պիտի փրկվենք եւ Աստված մեզ պիտի ների հանուն իր որդու սիրուն։ Այսքան այսօր սիրելիներ։ Տեսեք, փոքրիկ մի համայնք, ընդամենը մի քանի ամսական, բայց ինչքան է գովում Պողոս Արաքյալ այս համայնքին, որ իրենց հավատքը կենթանի է։ Ես իմ կյանքի մեջ շատ եմ օրեր ունեցել, որ տառապանք տեսել, ցավ տեսել, մերժվածություն տեսել, հալածանք տեսել, բայց եթե դու այդ հավատքը չունենաս, չես կարող ապրել այս աշխարհում։ Եթե դու հանդիպման հույսը չունենաս, շատ դժվար է։ Եսայի մարգարեության մեջ Աստված ասում է, չկա ավելի մեծ ցավ այս աշխարհում, քան զավակին կորցրած ծնողի ցավն է։ Չկա այդպիսի ցավ։ Ինչ ցավ կա այս աշխարհի մեջ, պիտի բուժվի,
բայց այն ցավը, որ այդ ծնողը քաշում է, մինչև մահ իրեն սպանում է։ Բայց եթե այդ հանդիպման հույսը չլինի, դու չես կարող ժպտալ։ Տեսեք Աստվածամայրը իր զավակին իր առջև հալածեցին, անպատվեցին, նվաստացրեցին, խաչեցին, նույնիսկ այնքան էր ցավը, որ խաչի մոտ կանգնած Աստվածամայրը ուշքից գնաց ընկավ, չդիմացավ։ Բայց Հիսուս հետո ապրեց 12 տարի եւ ինքը բոլորին մխիթարում էր Աստվածամայրը, ինքն էր մխիթարում բոլորին, որ անպայման որդիս պիտի գա, ձեզ պիտի փրկի, հավատացեք։ Եվ այս հավատքով է մեր կյանքը լցված։ Եթե մենք վստահ չլինենք Քրիստոսի գալստյան եւ արդարության հաղթանակին, մեր կյանքը անիմաստ կդառնա այս աշխարհի մեջ։ Մեր հույսը ինքն է, մեր ապավենը ինքն է, որ ինչ էր որ լինի, ինքը մեզ պիտի բարձրացնի։ Շատ բաներ մեզ մարդկանց համար հասկանալի չէ, թե ինչու է այսպես կատարվում, ինչ է տեղի ունենում, ինչի համար է Աստված թույլ տալի, չգիտենք, բայց երբ որ մենք խորքային նայենք եւ այդ խորը հավատքով նաեւ այս սուրբ գիրքը կարդանք, ամեն բան մեզ համար հասկանալի է։ Ինձ համար ինչ որ այսօր աշխարհում կատարվում է, զարմանալի չէ, սпасելի է եւ ավելին էլ պիտի լինի։ Մնում է որ մենք մարդիկս հասկանանք, գիտակցենք եւ այդ հույսով սпасենք Տիրոջը, որ պիտի գա իր հավիտենական հաղթանակը տանի։ Աստված պահապան բոլորի, շնորհակալություն սիրելիներ։